Բարեկամներ, ողջույն։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում առաջին հայացքից կարելի է դիտարկել որպես հերթական պարզաբանում Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսի վերաբերյալ, չնայած որոշ վերլուծաբաններ անգամ շտապում են անպագորգոր հայտարարություններ անել այն մասին, որ այս ելույթը կարծես ԵԱՏՄ-ի մահախոսականը կլինի։ Ես կխուսափեմ նման անպագորգոր գնահատականից, փորձեմ պարզապես ներկայացնել ինչ բովանդակություն ուներ այդ ելույթը։ Քաղաքական ենթատեքստը շատ ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից։ Երևանը վարչապետի մակարդակով փորձում է միաժամանակ պահպանել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա ակնհայտ է, չփակել եվրոպական ուղղությունը եւ միևնույն ժամանակ խուսափել նոր առճակատումներից, որոնք ոնց հասկանում ենք շատ լուրջ հետք են թողում բարոյական, հոգեբանական, տնտեսական եւ այլ քաղաքական, դիվանագիտական, գրեթե բոլոր ուղղություններով։ Փաշինյանի կարևորագույն ուղերձը վերաբերում էր Եվրոմիության անդամակցության հարցին, որովհետև գիտեք, Ռուսաստանում անգամ Պուտինի մակարդակով արդեն, այսինքն բարձրագույն մակարդակով անդադար դոպինգ է արվում այդ թեման, հանրաքվեարեք, ժողովրդին հարցրեք, ժողովրդին հասցրեք։ Մենք այդ թեմայով զրուցել ենք միասին, չեմ ցանկանա կրկնվել, բայց այդ անդադար տորպեդահարումը այս հարցի հղի է շատ լուրջ հետևանքներով եւ Փաշինյանը կարծես հստակություն է բերում այս ասպարեզ։ Նա հստակ արձագանքում է, որ Հայաստանը գիտակցում է, որ ԵԱՏՄ-ին եւ Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ, բայց ըստ էության պատասխանում է ոչ թե ԵԱՏՄ գործընկերների մտահոգություններին, այլև Ռուսաստանի վերջի ամիսների կոշտ հայտարարություններին, որոնցում բազմաթիվ անգամներ նշում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի երկու տնտեսական բևեռների միջև։ Վարչապետը շեշտում է, որ այս պահին նման ընտրության հարց չկա, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրոմիության անդամակցության գործընթացին, իդեպ գիտեմ հիմա շատերը կասեն, ահա, այս ամենը միֆ է, սուտ է, Ժորժ ջան, Եվրոպական միության անդամակցության գործընթացը տևում է տարիներ։ Այդտեղ բազմաթիվ բարեփոխումներ պետք է տեղի ունենան բոլոր առումներով։ Իմ խորը համոզմամբ, ես ինչ օրենք մեզ մոտ ընդունեն, ինչ բարեփոխումներ անեն, ինչ բերեն, ինչ չբերեն, բան հասարակության փոփոխությունն է մեզ մոտ ամենամեծ արգելակը լինելու։ Մենք այս հասարակության բելգիացու հետ չենք կարող մի համակարգի մեջ ապրել։ Ես քանի անգամ սրա մասին խոսել եմ։ Մենք ապրենք Ուզբեկստանի հետ ամենայն հարգանքով, Տաջիկստանի հետ ամենայն հարգանքով, Ղազախների հետ ամենայն հարգանքով, ռուսների հետ, բոլորի հետ, բելարուսների հետ, կապրենք, նորմալ կապրենք, ոնց որ եւ ապրում ենք, հա։ Բայց բելգիացու հետ կամ հոլանդացու հետ, ֆրանսիացու հետ, ու խնդրում եմ Ֆրանսիա նշելուց ինձ միշտ մեկնաբանություններում գրում եք, դուք Փարիզ վերջին անգամ երբ եք եղել, ես փախստականների մասին չեմ խոսում, հա։ Ես չեմ խոսում փախստականների մասին, ովքեր անօթևան են, ովքեր Էֆելյան աշտարակի տակ պարկերի մեջ են քնում, ես խոսում եմ ֆրանսիացու մասին, որ այնքան բան է տվել, որ պաշտպանել է իր պետությունը, իր երկիրը, իր արժեքները, ամեն կոպեկի հետևից տերման չի եկել, ինքն է զավթել եւ տեր եղել աշխարհին, այլ ոչ թե անդադար տեր է փնտրել, ինքն էլ մնացել է ծառա կարգավիճակում, որովհետեւ հայտնի դասականներն են ասում, անդադար տեր փնտրող ժողովուրդը ինքն է ծառա մնալու։ Ընդհանրապես այս հայտարարությունը կարելի է դիտարկել նկատի ունեմ Փաշինյանի ելույթը որպես փորձ մեղմելու Մոսկվայի մտահոգությունները եւ ցույց տալու, որ Երևանը չի պատրաստվում կտրուկ աշխարհքաղաքական շրջադարձ կատարելու, որի մասին այդքան խոսում են Մոսկվայում։ Սակայն Փաշինյանը մյուս կողմից կարծես հստակեցնում է, ասելով, որ Հայաստանը վարում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման քաղաքականություն, ինչը յուրաքանչյուր ինքնիշխան պետության բնական իրավունքն է։ Ռուսական լրագրողները, ովքեր այդքան դեռ ներկային, իրենց պրովոկատիվ հարցերով, Փաշինյանը ասում է, մենք դիվերսիֆիկացիա ենք անում մեր տնտեսությունը։ Մենք այլընտրանքներ ենք ուզում, մենք այլընտրանքներ ենք փնտրում եւ մեծ հաշվով այլընտրանքներ որոշակիորեն արդեն գտել ենք։ Եվ հենց դա է, որ չեն կարողանում ներել։ Հասկանում եք, Մոսկվան այն երկիրը, այն պետությունն, այն մայրաքաղաքը չի Ռուսաստանը, որ ինքը ասի, օքեյ, մեզնից էլ օգտվեք, մյուսից էլ օգտվեք, չէ, մենակ ինձնից պիտի օգտվեք ու վերջ։ Հասկանում եք, ամբողջ խնդիրը, եթե կարողանանք այսպես մեկտեղել մեկտեղում, կներեք տավտոլոգիայի համար, Մարգարետ Թետչերի նախադասությունն է մտքից գալիս։ Մարգարետ Թետչերից հանճարեղ ոչ ոք չի մեկնաբանել իրավիճակը, որը տասնամյակներով դեռ շարունակվելու է։ Նա ասում է, ինչու՞մն է տարբերությունը Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստանի միջև։ Մեկ նախադասությամբ, որ մենք բրիտանացիներս, Թետչերն է ասում, համակերպվել ենք եւ ընդունում ենք, որ մենք այլևս կայսրություն չենք, իսկ ռուսաստանցիները եւ ռուսները
չի ընդունում եւ չի համակերպվում այդ գաղափարի հետ, որ իրենք այլևս կայսրություն չեն։ Եվ մենք արդեն հայերս մեր մաշկի վրա դա զգում ենք։ Սա վերջին տարիներին հայկական դիվանագիտության հիմնական սկզբունքներից մեկն է՝ դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Հայաստանի իշխանությունները փորձում են զարգացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Հնդկաստանի, տարբեր երկրների հետ, հիմա բոլորին չնշենք, եւ հենց միաժամանակ շատ կարեւոր է Ռուսաստանի հաշվին դա չանել։ Պահպանել Ռուսաստանի հետ բարի դրացիական կապերը։ Իսկ Ռուսաստանը դրան սովոր չի, որովհետև ինքը ասել է մածունը սև է, մենք ասել ենք իհարկե։ Այս մոտեցումը սակայն Մոսկվայում, ինչպես ասացինք, ընկալվում է քաղաքականության, շրջադարձ եւ անընդունելի քայլ։ Այդ իսկ պատճառով վերջին շրջանում ռուսական պաշտոնական փորձագետները հաճախ հնչեցնում են քննադատություններ Երևանի հասցեում, մեդիան թույն ու թարախով է շաղախված, հայկական ազգանուններով վայ վերլուծաբանները ինչ ասես խոսում են հայերի ու հայաստանցիների մասին, էլ չեմ ասում, որ իշխանություններն ընդհանրապես վարկաբեկում են բոլոր հնարավոր եւ անհնար ձևերով։ Հատկանշական է նաև վարչապետի այն ձևակերպում այս ելույթում, որ եթե որևէ ուժ Հայաստանի վրա ազդեցության լծակներ ունի, շատ ուշադիր եղեք, եթե որևէ ուժ Հայաստանի վրա լծակներ ունի ազդեցության, այդ ուժը Բրյուսելում չէ։ Ո՞նց է ձեզ համար այս միտքը։ Ասպա գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում, երևի ուղիղ տեքստով չի կարողանում ասի կամ չի ստացվում։ Ուզում եմ ասի, միտքը կարելի է մեկնաբանել այսպես, որ Հայաստանի տնտեսական, էներգետիկ, անվտանգության բոլոր բնակավայրերում ազդեցությունը պահպանվում է Ռուսաստանի ձեռքում։ Եվ Եվրոպական միությունը քաղաքական աջակցությամբ, իր ֆինանսական ծրագրերով, մնացած բոլոր հարցերով չի կարող այնպիսի գործիքակազմ ունենալ, ինչպես ունի Ռուսաստանը։ Եվ հենց այստեղ է ձևավորում հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր հակասությունը։ Հայաստանը փորձում է ընդլայնել իր արտաքին քաղաքականության հնարավորությունները առանց Ռուսաստանին հակադրելու։ Մենք չենք կարող Ռուսաստանին ձեռնոց նետենք։ Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է ակնկալել բացառիկ, անվերապահ ազդեցություն Հայաստանի նկատմամբ եւ ոչ միայն Հայաստանի։ Արդյունքում յուրաքանչյուր եվրոպական նախաձեռնություն Մոսկվայում դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական աջակցության մաս, որը եւ հաջորդում է, տարբեր պատժամիջոցներով։ Հիմա տեսնում եք ինչ է կատարվում։ Փաշինյանի հայտարարությունները նաև ցույց են տալիս, որ Երևանը փորձում է վերականգնել քաղաքական երկխոսությունը Ռուսաստանի հետ առանց հրաժարվելու սեփական ինքնիշխան որոշումների իրավունքից, որը եւս աբսուրդ է Ռուսաստանի համար։ Ոնց դուք այդքան գաք, դուք պիտի որոշեք ինչ անեք, մենք ենք ասում դուք ինչ պիտի անեք։ Հիմա դուք ասում եք մենք ունենք ինքնիշխան իրավունք, այդ երբ հանկարծ այդքան աճեցիկ մտքում հարցնում են Կրեմլի խողովակները։ Սա չափազանց բարդ հավասարակշռություն է, բարեկամներ, հատկապես այն պայմաններում, երբ տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, իսկ տնտեսական կախվածությունը դեռ լուրջ է, դեռ զգալի է։ Այս փուլում Հայաստանի գլխավոր մարտահրավերը կամ մարտահրավերները ոչ թե աշխարհաքաղաքական ճամբարներ ընտրելու հարցերն են, այլ երկու ուղղություններով հարաբերությունների կառավարումը, հավասարակշռումը, որ մի դուռը դեռ չբացած մյուսը կողպեկով չփակեն, եթե հաջողվի պահպանել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ եւ միաժամանակ զարգացնել կապերը Եվրոպական միության հետ, ինչը կարծես թե ստացվում է, ապա Հայաստանը կարող է մեծացնել իր բանակցային հնարավորությունները, ընդհանրապես հնարավորությունները։ Սակայն եթե քաղաքական տարաձայնությունները վերածվեն տնտեսական, առևտրային ավելի լուրջ ճնշումների, ապա հայ-ռուսական հարաբերությունները կարող են մտնել որակապես նոր, ցավոք շատ ավելի լարված փուլ։ Ոստի վարչապետի վերջին հայտարարությունները կարելի է դիտարկել ոչ թե որպես արտաքին քաղաքականության փոփոխություն, այլ որպես փորձ ազդարարելու, որ Հայաստանը ցանկանում է շարունակել բազմավեկտոր քաղաքականությունը առանց հրաժարվելու ԵԱՏՄ անդամակցությունից եւ առանց փակելու եվրոպական ուղղությունը։ Թույլ կտաք հուսամ, թե արդյոք Մոսկվան կընդունի այս մոտեցումը, մեծապես կախված կլինի առաջիկա ամիսների քաղաքական, տնտեսական զարգացումներից, գիտեք, սեպտեմբերին Ռուսաստանում ընտրություններ են, եթե իհարկե այնտեղ ընտրություն կա, սակայն ինչպես ասում են, մեր երկու աթոռների վրա նստելու փորձը չեմ կարծում, որ երկար տևի։ Պետք է կողմնորոշվենք, բարեկամներ։ Իսկ հնարավոր է արդյոք կողմնորոշվել հայաստանյան իրականության մեջ, երբ վերջերս ձևավորված խորհրդարանում կան ուժեր, որոնք կարծես Ռուսաստանի դեսպաններ են ներկայանում, չգիտեմ, դրա համար առաջարկում եմ
մտածել այդ ուղղությամբ։